Ադրբեջանի նախագահն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի գլխավորած պատվիրակությանը, որն ավելի վաղ այցելել էր Երևան եւ Թբիլիսի։ Վալտոնենը հանդիպել է նաեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, քննարկվել են Ադրբեջանի եւ Ֆինլանդիայի հարաբերությունները, ՀՀԿ-ում Հելսինկիի նախագահության առաջնահերթությունները, Բաքվի եւ ԵԱՀԿ-ի գործակցության հեռանկարը։ Անդրադարձ է եղել Հարավային Կովկասում զարգացումներին, մասնավորապես Հայաստանի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների ղեկավարների մասնակցությամբ օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովին եւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ հետագա քայլերին։ Ըստ ադրբեջանական հաղորդագրության, կողմերն ընդգծել են Թրամփի ուղու կարևորությունը, ինչպես նաեւ ողջունել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշումը։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Մոսկվա-Բաքու հարաբերություններին եւ օրեր առաջ Տաջիկստանում երկու երկրի նախագահների հանդիպմանը։ Զախարովան վերահաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը բացահայտելու Ռուսաստանի եւ Ադրբեջանի դաշինքի ամբողջ ներուժը։ Նաեւ մտադիր ենք քննարկել Ադրբեջանում ձերբակալված ռուսաստանցիների եւ նրանց արագազատ արձակման հարցը։ Վերջերս Սպուտնիկ Ադրբեջանի տնօրեն Իգոր Կարտավիխի նկատմամբ խափանման միջոցի փոփոխությունը դրական քայլ էր, հավելել է Զախարովան։ Նրա խոսքով հետաքրքրված են Ադրբեջանի հետ սերտ գործակցությամբ նաև տարածաշրջանային ձևաչափերում՝ ԱՊՀ, ՇՀԿ, Կասպյան հնգյակ, 3 գումարած 3 հարթակ եւ այլն։ Տեսնում ենք Բաքվի եւ Եվրասիական տնտեսական միության միջև երկխոսության ամրապնդումը, հավելել է ՌԴԱԳՆ խոսնակը։ Սիրիայի նախագահը մեկնել է Մոսկվա, Ահմեդ Աշշարային Կրեմլում ընդունել է Վլադիմիր Պուտինը, պաշտոնյաները քննարկել են երկկողմ գործակցության զարգացման հեռանկարը։ Պուտինը հայտարարել է, որ Սիրիայի հետ հարաբերություններում Մոսկվան միշտ առաջնորդվել է սիրիացի ժողովրդի շահերով։ Սիրիան դժվար ժամանակներ է ապրում, սակայն խորհրդարանական վերջին ընտրությունները կամրապնդեն քաղաքական բոլոր ուժերի միջև գործակցությունը, համոզմունք է հայտնել Ռուսաստանի նախագահը։ Աշշարան էլ ընդգծել է, որ Ռուսաստանը եւ Սիրիան կապված են պատմական կապերով։ Սիրիայի նոր իշխանությունը մտադիր է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, Դաշնությունը նշանակալի դեր կխաղա նոր Սիրիայի զարգացման գործում, շեշտել է հանրապետության նախագահը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ավելի վաղ ընդգծել էր Սիրիայում իշխանափոխությունից հետո Մոսկվայի եւ Դամասկոսի միջև նման բարձր մակարդակի առաջին շփումների կարեւորությունը։ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ նախագահներն ի թիվս այլնի կանդրադառնան Սիրիայում ռուսական ռազմաբազաների հարցին։ Reuters գործակալությունն էլ հղում կատարելով իր աղբյուրներին հայտնում է, որ Աշշարան մտադիր է Պուտինից պահանջել արտահանձնել Բաշար Ասադին։ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարել է, որ անչափ հիասթափված է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը չի հաջողվում կարգավորել։ Վլադիմիր Պուտինի հետ շատ լավ հարաբերություններ ունեինք, հավանաբար դեռ ունենք, չգիտեմ ինչու են շարունակում պատերազմը, նշել է ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքով ռուսական կողմը հույս ուներ հաղթել պատերազմը մեկ շաբաթում, սակայն այն շարունակվում է արդեն մի քանի տարի։ Ռուսաստանը կորցրել է շուրջ 1.5 միլիոն զինծառայողի, սա սարսափելի պատերազմ է, մտահոգություն է հայտնել Թրամփը։ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ պատերազմի ֆոնին Ռուսաստանում նաև բենզինի ճգնաժամ է։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, գնահատում է այն փաստը, որ Ուկրաինան արդեն մոտ 4 տարի է կարողանում է պայքար մղել ռուսական ուժերի դեմ։ Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 17-ին ընդունելու է Վոլոդիմիր Զելենսկուն, հանդիպման օրակարգում են լինելու ամերիկյան զենքի մատակարարումները։ Կիևը նաև ակնկալում է Թոմահոք հեռահար հրթիռներ ստանալ։ Մոսկվան արձագանքել է Թրամփի խոսքերին։ Կրեմլի խոսնակը շեշտել է, Վլադիմիր Պուտինն իր բոլոր գործողություններում առաջնորդվում է Ռուսաստանի շահերով։ Դմիտրի Պեսկովը հավատացրել է, պատրաստ են երկխոսության եւ խաղաղ կարգավորման, իսկ բանակցությունների դադարեցման համար ռուս պաշտոնյան մեղադրել է Կիևին։ Դիանա Գասպարյան, լուրեր։